Կիպրոս մուտք գործելուն պես ակնհայտ է դառնում, որ այն տարբերվում է Եվրոմիության անդամ մյուս պետություններից իր յուրահատուկ մշակութային սինթեզով, որը իր մեջ պարունակում է հունական եւ բրիտանական մշակութային առանձնահատկությունները։ Առաջին ակնառու երևույթն այն է, որ Անգլիայի նմանությամբ Կիպրոսում ավտոմոբիլային երթևեկությունը ձախակողմյան է, իսկ գրեթե յուրաքանչյուր կիպրոսցի տիրապետում է անգլերենին։ Մեծ Բրիտանիա եւ Կիպրոսի հարաբերությունների առանձնահատուկ բնույթը արտահայտված է նաեւ երկու երկրների դիվանագիտական հարաբերություններում։ Կիպրոսի հանրապետությունում բացակայում է Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը, նրան փոխարինում է Մեծ Բրիտանիայի գլխավոր կոմիսարը։ Մեթյու Քիթը նշում է, որ բրիտանա-կիպրոսյան բարեկամությունը հարյուրամյակների պատմություն ունի, որը պայմանավորված է մի շարք գործոններով։ Մեծ Բրիտանիան Կիպրոսի հետ գտնվում է երկարատև բարեկամական հարաբերությունների մեջ, դա անհրաժեշտ է հաշվի առնել։ Ես կարող եմ նշել բազմաթիվ թվեր եւ չափանիշներ, որոնցով Մեծ Բրիտանիան կապված է Կիպրոսի հետ։ Օրինակ, Մեծ Բրիտանիայում կիպրոսյան սփյուռքի թվաքանակը այսօր կազմում է ներկայիս Կիպրոսի ազգաբնակչության կեսը։ Այնտեղ նրանք ապրում են մեծ համայնքներով եւ որոշ ընտրատեղամասերում ընտրողների մեջ զգալի տեղ են զբաղեցնում։ Սակայն որոշ փորձագետների կարծիքով Բրիտանիայի դերակատարությունը կղզու պատմության մեջ նաև բացասական երանգավորում է ունեցել, մասնավորապես կիպրոսյան հակամարտության առումով, որի լուծումը մինչ այժմ գտնված չէ։ Կարծիք կա, որ բաժանիր եւ տիրիր սկզբունքով բրիտանացիները օժանդակել են հույների եւ թուրքերի միջև բախումներին, սակայն գլխավոր կոմիսարը այլ կարծիքի է։ Վերջինս գտնում է, որ Կիպրոսի անկախացման գործում Բրիտանիայի ազդեցությունը շատ կարևոր է եղել, իսկ հակամարտությունը անգլիացիները փորձել են կարգավորել, այլ ոչ թե հրահրել։ Մենք վաղ ժամանակներից մեր մասնակցությունն ենք բերել ու ջանքեր գործադրել կիպրական խնդրի լուծման փորձերի ընթացքում։ Մենք 1959-60-ական թվականներին Կիպրոսի ազատագրման գործում ունեինք անմիջական դեր եւ մասնակցություն։ Եվ ընդհանրապես Մեծ Բրիտանիայի եւ Կիպրոսի միջև հարաբերություններն ունեն մեծ պատմություն եւ գնում են պատմության հեռավոր խորքերը։ Բացի քաղաքական եւ պատմական գործոններից Մեծ Բրիտանիան Կիպրոսում հսկայական ֆինանսատնտեսական ազդեցություն ունի։ Կիպրոս այցելող միլիոնավոր զբոսաշրջիկների 50%-ից ավելին բրիտանացիներ են։ Նրանք մեծ ծավալով անշարժ գույք են ձեռք բերում Կիպրոսում։ Բացի այս, մինչ այժմ Կիպրոսում տեղակայված են բրիտանական երկու ռազմական հենակետեր, որոնք պաշտպանում են Բրիտանիայի կենսական շահերը Միջերկրական ծովի ավազանում։ Տերենիկ Մալխասյան, Գալանյուս, Կիպրոս։